Գորիսում նռնակի պայթյունից 2 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել։ Պայթյունի հետևանքով սպանվել է Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանի վարորդը։ Արուշանյանի վարորդ Արեն Յոլյանն ու իր ազգական Վարուժան Յոլյանը կենցաղային հարցերի շուրջ երկար տարիներ կոնֆլիկտ են ունեցել։ Հերթական վիճաբանության ժամանակ Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է։ Պայթյունի հետևանքով 45-ամյա Վարուժան Յոլյանը եւ 38-ամյա Արեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն։ Նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում։ Սառած մայթերը, առատ ձյունը եւ ճանապարհին կատաստրոֆիկ խցանումները մի քանի օր շարունակ հանգիստ չեն թողել մայրաքաղաքի ոչ մի անկյուն, մինչդեռ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա նիստում ձնամաքրման աշխատանքները գնահատել է բավարար։ Իմ բարբերաբար դժգոհությունները, որ այստեղ այս դահլիճում բարձրաձայնում եմ, նաև պետք է ի հակադրում են դրան, նախ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ դեկտեմբերից սկսած մինչև հիմա ինտենսիվ աշխատել են, հարյուրավոր մարդիկ, ովքեր որ օր ու գիշեր աշխատել են, որ մեր ճանապարհները անցանելի դառնան, մեր մայթերը անցանելի դառնան, իհարկե, եւ որոշ դեպքերում իհարկե ունեցել են խնդիրներ։ Ընդամենը մի քանի օր առաջ թե կենտրոնական, թե ծայրամասային հատվածներում ձյան առատեղումներ էին եւ մեքենաները ավելի քան 1 ժամ մնացել էին խցանման մեջ։ Մինչդեռ քաղաքապետարանի խորհրդական Կամո Արայանը վստահեցրել է, հունվարի 23-ի առավոտյան ժամը 10:30-ից ԵԱՍՄ հիմնարկի շուրջ 137 միավոր տեխնիկա տեղակայված է եղել վարչական շրջաններում պատրաստ մաքրման աշխատանքների։ Միաժամանակ մոբիլիզացված է եղել նախապես զգուշացված էր կանաչապատում հողակին, պարոն Բեգոյանի հետ քննարկել ենք, որ իրենք էլ պատրաստ լինեն դուրս գալու մաքրման աշխատանքների։ Աշխատանքները սկսվել են 12-ի մոտ արդեն ժամը, առաջին իսկ գրեթե 1 սանտիմետր դեռ չհասցրած սպիտակած վիճակում ասվածը սկսեցին աղ ու ավազի ցանելու աշխատանքները մայրաքաղաքում։ Նախապես 2-3 ժամ հետո ինձ տրամադրվել է պարոն Կատվալյանի կողմից էլեկտրոնային սխեման, որ մեքենան որ հատվածում է գտնվում։ Եվ այսպես շարունակվեցին աշխատանքները մինչև ուշ երեկոյան, որից հետո առավոտյան արդեն մոբիլիզացվեցին միաժամանակ կանաչապատում հողակի աշխատակիցները, որոնք մաքրել են բոլոր աշճանները, ստորգետնյա, վերգետնյա անցումների, շենքեր տանող, այգիներ տանող։ Արեյանը նաև նշել է, չնայած մաքրման աշխատանքներին արդեն պատրաստ էին, այնուամենայնիվ բախվել են մի շարք խնդիրների։ Գլխավոր խնդիրը ձյան անսպասելի առատությունն ու ճանապարհների ծանրաբեռնվածությունն է եղել։ Ստիպված դիմել են բարեկային ծառայության օգնությանը։ Մենք պատրաստ ենք մեր աշխատանքը կատարելու։ Այո, պարոն քաղաքապետ, պիտի արձանագրենք, որ ունեցանք խնդիր, որը հանգեցրեց բնակչության զայրույթի, բայց հիմնական փաստը սա էր, որ արձանագրվեց հիմնականում կենտրոն վարչական շրջանում, ինչը անդրադարձավ իհարկե մյուս շրջանների վրա։ Քաղաքապետի խորհրդականը շեշտել է, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անհրաժեշտ աշխատանքներ տարվել են, ճանապարհները ազատվել սառցակտորներից։ Արված երվից, իսկ ուր է գնդակը տարպասում են եկի։ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 5-4 հաշվով հաղթել է Չեխիայի հավաքականին, դուրս գալով Եվրո 2026-ի քառորդ եզրափակիչ։ Մացում եւ գոլ։ Ինքնագոլ է, բայց Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում։ Խմբային փուլի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը 2-1 հաշվով հաղթել էր Ուկրաինային եւ այժմ 6 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբային փուլի վերջին հանդիպմանը Հայաստանի հավաքականը կմրցի Լիտվայի հավաքականի հետ։ قابل بکنیم ما با جمعیت این روند رو ادامه خواهیم داد. Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հերքել է արևմտյան լրատվամիջոցների տեղեկությունները երկրում անկարգությունների ժամանակ 30,000 զոհի մասին, դրանք անվանելով մեծ սուտ Հիտլերի ոճով։
Միթե այդ քանակի մարդկանց էին նրանք պլանավորում սպանել Իրանի փողոցներում, բայց նրանց դա չհաջողվեց եւ հիմա նրանք փորձում են ԶԼՄ-ների միջոցով կեղծ տվյալներ հրապարակել։ Իսկապես դաժան է, գրել է Բաղային։ ԱՄՆ-ում գործող Իրանի մարդու իրավունքների լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկրի բազմաթիվ շրջաններում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվել է 41283 մարդ, զոհվել են 5848, այդ թվում 209 իրավապահ։ Поки що білому шпіцу Лукашенка Մինչ այժմ ցավոք Լուկաշենկոյի սպիտակ շպիցը ավելի շատ իրավունքներ է ունեցել, քան Բելարուսի ժողովուրդը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով հիմա ավելի վտանգավոր է Բելարուսի կախվածությունը Մոսկվայից, քանի որ Ռուսաստանի հերթիռային համակարգը ուկրաինական տարածքների հարվածում է նաև Բելարուսից։ Զելենսկին շեշտել է, թե Ռուսաստանը Բելարուսն օգտագործում է որպես վարժանքների հարթակ, մեջբերում Եվրոպային եւ աշխարհին ընկույզով շանտաժի ենթարկելու համար։ Բելարուսի արդյունաբերությունն աշխատում է ռուսական պատերազմի համար, իսկ առևտրային կապերը օգնում են Պուտինին գնել այն բաղադրիչները, որոնք նրան անհրաժեշտ են Եվրոպայում մեզ բոլորիս դեմ սպառնալիք ստեղծելու համար։ Ահա թե ինչու մենք բոլորս Եվրոպայում պետք է ամեն օր աշխատենք ուժեղ Եվրոպայի համար։ Միացյալ Նահանգներում 1 միլիոն տուն հոսանքազրկվել է արդեն 4 օր շարունակվող ձնաբքի պատճառով։ Նյու Յորքում եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով բոլոր պետական դպրոցները երկուշաբթիից կփակվեն։ Ուսուցումը կշարունակվի հեռավար ձևաչափով։ 22 նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն, ավելի վաղ ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել էր լայնածավալ առատձյան եւ աղետալի սառցեշերտի մասին, արևելյան Տեխասից մինչև հյուսիսային Կարոլինա։ Ձմեռն ու ձնաբուքը կարծես չեն պատրաստվում հանգիստ թողնել երկիր մոլորակի ոչ մի անկյուն։ Ճապոնիայում ձնաբքի հետևանքով կան զոհեր եւ տուժածներ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, իսկ 13-ը մահացել։ Տոկամաչի քաղաքի 56-ամյա մի բնակիչ ձյուն մաքրելիս ընկել է իր տանտանիքից։ Փողոցների ձնածածկույթը անցնում է մոտ 2 մետրը։ Ձնաբքերը եւ սառցակալած ճանապարհները բազմաթիվ վթարների պատճառ են դարձել։ Օդանավակայանները չեղարկել են մեծաթիվ չվերթներ, իսկ դպրոցները դասապրոցեսները։ Ճապոնիայի օդերևութաբաններն ու իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին զգոն լինել եւ տնից դուրս գալ բացարձակ անհրաժեշտության դեպքում։ Ֆիլիպինների հարավում խորտակվել է 332 ուղևոր եւ 27 անձնակազմի անդամ տեղափոխող լաստանավ։ Տեղական իշխանությունների տվյալներով զոհվել է առնվազն 7 մարդ, իսկ 215 ուղևորի հաջողվել է փրկել։ Նախնական տեղեկություններով նավաբեկության պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։